Հանուն հոր եւ որդվո եւ ողին սրբո ամեն Հոգևոր եղբայրներ, սիրելի հավատացյալներ։ Հինգշաբթի օրը եկեղեցին դոնեց համբարձման դոնը։ Այսինքն Հիսուսի մուտքը երկինք։ Եվ այս պատճառով այսօր կգարտանք, ինչպես որ լսեցիք, այս ավետարանը, որ կպատմի մեզի Հիսուսի մուտքը Երուսաղեմ, որպեսզի մեզի եկեղեցի ասե, թե ինչպես Հիսուս փառքով մտավ Երուսաղեմ, ավելի բարձր փառքով պիտի մտնի վերի Երուսաղեմ։ Բայց համբարձումը մեզի համար ինչ կնշանակի, ինչ իմաստ ունի եւ որ գսենք Հիսուս համբարձավ։ Համբարձումը կնշանակի, որ այն վարգանին, որ Հիսուս մտավ երկինք, այլևս երկինքը Աստուծո եւ երեշտակներուն համար միայն չէ։ Այլ մեզի համար է, այսինքն մենք այլևս գրնանք հոն մտնել, հոն ապրիլ, որովհետև Հիսուս ճշմարիտ Աստված եւ ճշմարիտ մարդ իր մարմնով երկինք մտավ, այսինքն այլևս մեր մարմինը երկինքը գտնվի։ Այլ ավելի Հիսուս անցամ իր առաքյալներուն անգամ ըսավ, եւ որ ես երկինք մտնեմ եւ որ հոն գերտամ, ցեսի դեղ պիտի պատրաստել։ Այսինքն Աստված պատրաստ է որոշ փոփոխություններ անել երկինքի մեջ, որովհետեւ երկինքը հարմար դառնա մեզի համար։ Աստված պատրաստ է որոշ փոփոխություն անել երկինքի մեջ, որովհետեւ երկինքը հարմար դառնա մեզի համար։ Այսինքն եւ որ մենք երկինք մտնենք, կամ պիտի մտնենք, օդար չսկանք։ Այլ սկանք, որ երկինքը մեզի կպատկանի եւ մենք երկինքին կպատկանենք եւ ով Հիսուսեն զատ, որ կարող է այս փոփոխությունը կատարել։ Հիսուս մեր մարդկանության մասին միայն չի գիտեր։ Հիսուս մարդ դարձավ։ Հիսուս մեր մարմինի մասին միայն չի գիտեր։ Հիսուս մարմնացավ եւ ադորամար այս փոփոխությունը կարող է անել։ Եվ նայեցեք հայտնության գիրքի մեջ չի խոսիր երկինքի միայն եւ երկրի մասին։ Գսե նոր երկինք եւ նոր երկիր։ Լավ, ինչպես մենք գրնանք անցնել այս երկրավոր Երուսաղեմեն եւ մտնենք երկնավոր Երուսաղեմ։ Ինչպես։ Հիսուսի կյանքին մեկ միջոց կա, սիրելիներս, խաչը։ Ուրիշ միջոց չկա։ Ադամար դերը միշտ կգրգնև գսե, մարդը հրավիրված է առնելու իր խաչը ամեն օր։ Բայց խաչը ինչ է, սիրելիներս։ Խաչը ինչ է։ Խաչը այն գետն է, այն սահմանն է, որ կպաշնե խոսքը արարքեն։ Երազի իրականացում են։ Այս virtual աշխարհը իրական աշխարհեն։ Նայեցեք, դիգիմը եթե ամբողջ կյանքը խոսի մայրության մասին, ամբողջ կյանքը ուսումնասիրություն ունի մայրության մասին, ամբողջ կյանքը կարոզե մայրության մասին, երբեք մայր պիտի չի դառնա։ Միմիան եւ որ գորոշե զավակ ունենալ, միմիան եւ որ գորոշե իր մարմինը եւ արյունը շնորհել իր զավակներուն որպես սնունդ, որպեսզի անոնք աճին, այն ադեն մայր գտարնա եւ խաչը գպաժնե երազը ինչպես ասի իրականացում են։
Այսինքն մեկ խոսքով խաչը ինչ է, այնտեղը ուր որ սերը այլևս հեքիաթ մեջ է, բանաստեղծություն մեջ է։ Սերը մարմին եւ արյուն գունենա, շոշափելի կդառնա, գտեսնենք անոր հետ գրնանք խոսիլ եւ հարաբերիլ։ Ասե խաչը։ Դժբախտաբար այսօր մենք գաբրինք այս երևակայական աշխարհի մեջ։ Գսիրահարվինք WhatsApp-ով, գժողովինք Zoom-ով, գնում գնենք Amazon-ով, եւ որ գուզենք բդույթ մնենք YouTube-ը գպանանք եւ գիտենք Հայաստանը, Ֆրանսա, եւ նույնիսկ բادرակը այլևս ոմանք YouTube-ով գտիդեն։ Այսինքն երթալով այս երևակայական աշխարհը գկրավե դեր գարնե մեր կյանքի մեջ դեր մը գկրավե եւ ավելի մեծ գտարնա իրական աշխարհը։ Եվ դրա համար երթալով իրական չենք սիրելիներս։ Մենք ալ սկսանք վերջվալ դառնալ։ Երևակայական մարդիկ։ Մենք ալ իսկ ավետարանը գսե մեզի միմիան եւ որ ճշմարիտ լանք այնը դեն գրնանք երկինք մտնել։ Այսինքն սիրելի եղբայր, միմիան եւ որ ճշմարիտ մարդ գտարնաս, միմիան եւ որ ճշմարիտ հայր գտարնաս, գրնանք երկինքը մտնել։ Սիրելի դիգին, միմիան եւ որ ճշմարիտ դիգին գտարնաս, ճշմարիտ գին, եւ միմիան եւ որ ճշմարիտ մայր գտարնաս, գրնանք երկինք մտնել։ Եվ դուք սիրելի ժառանգավորներ, մենք ալ պետք է ասիգա հիշենք։ Միմիան մենք եւ որ ճշմարիտ վարդապետներ գլանք, միմիան եւ որ մենք ճշմարիտ վարդապետներ գտարնանք, մենք գրնանք երկինք մտնել։ Այսինքն միմիան եւ որ գկարոզենք անինչ որ գաբրինք եւ գաբրինք անինչ որ գկարոզենք, գրնանք երկինք մտնել, որտեղ ճշմարիտ գտարնանք։ Դերը մտավ երկինք։ Եվ համբարձումը գսեմ եզի ճամփամփած է։ Որոշումը մերն է սիրելիներս։ Գամ գմենանք փանդարգված այս երևակայական աշխարհի մեջ։ Գամ գորոշենք իրական դառնալ։ Եվ մտնենք երկինք։ Աղոթենք սիրելիներս, որովհետեւ ճշմարիտ մարդ դառնանք։ Աղոթենք, որովհետեւ քաջություն ունենանք ասելու մենք ալ գուզենք երկինքի մեջ մտնել։ Աղոթենք, որ օրը բոլորս միասին երկինք մտնենք, վայելենք Աստված, ապրենք Աստուծո մեջ եւ Աստված ապրի մեր մեջ։ Ամեն։